Որված քվեի տեսքով կտակ մեր քաղաքական ուժին։ Շնորհակալություն։ Քաղաքական գործիքներ են, որ օգտագործում են տարբեր երկրների կողմից, առավել ևս խոշոր երկրի։ Իհարկե Հայաստանն էլ ինչ-որ գործիքներ ունի, որոնք որ այդ ընթացքում քննարկման ժամանակ կիրառում են, բայց ես ուզում եմ մի այլ բան ասել, որ վերջին հաշվով սա մի գործընթաց է քաղաքական եւ անագիտական, որը որ ինչ-որ մի ընթացք է ստացել եւ ընթացքում ես կարծում համաշխարհային հարթակներում տիրող իրավիճակը կբերի նրան, որ ավելի այդ իրավիճակից ելնելով ավելի ճիշտ որոշումներ կկայացվի, որտեղ վերջին հաշվով իրավիճակն էլ թելադելով ինչ-որ հատվածներ ունի, որով որ պետք է մենք ուշադիր լինենք։ Ապրեք, շատ ապրեք, շատ խելացի հարց եք տալիս, նայեք, ընդհանրապես այդ հարաբերությունների սրման պատճառը միշտ լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պատճառը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, իհարկե այդ ամեն ինչը սկսում է ավելի ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, ուզում են լինի այլ փոխհարաբերությունների հարթակ։ Բայց մենք հաշվետվի առնեմ այդ տնտեսական չէ կապվածությունը։ Նայեք տնտեսական կապվածությունը, եթե դուք ուզում եք, եթե շատ եք ուզում, ես կարող եմ ձեզ տվյալ տալ հիմա, որը հնարավոր է ձեզ զարմանք առաջացնի։ Եթե ուզում եք, ես համեն եվրոպական վերջի 20 տարում գազի գնման գնել եմ, ուզում եք ցույց տամ։ Նկատում եք մեծ ավելի հան վաճառում։ Իհարկե։ Գնացեք հանեք, որը եվրոէներգետիկ ստատիստիկ միավորումն է տալիս, որտեղ հստակ կա։ Գերմանիայի դաշտությունը, որը որ ավելի երկար պայմանագրեր է կնքում, նրա գինը 150-ից 220։ Եղել են վերջի տարիներին 21-22 մինչև 300 դոլար կամ եվրո։ Հիմա ներողություն։ Իտալիան մի քիչ ավելի կարող է 20 կամ 30 ավել ձեռք բերել։ Գները դրանք են։ Իհարկե սրված պահերին բարձրանում է, բայց միջին ասված 5 տարվա կամ 10 տարվա կտրվածքով։ Իհարկե աշխարհում գործում է նման կարգ կա, երբ որ դու ավելի երկար պայմանագրեր ես կնքում, ավելի ցածր գնով են ձեզ տրամադրում։ Բայց ԵՄ-ը իհարկե այս երկընտրանքի հետ կապված ձեր տեսլականը ո՞րն է։ Նայեք, դուք մի բանկա չեք ուշադիր չեք եղել, Ռուսաստանի Դաշնության նախագահն ասեց, մենք շատ երկար ժամանակ եվրոպական կառույցների հետ բանակցում էինք եւ նրանք այդպես մնացին իրենց դիրքերում չստացվեց։ Այդ նշանակում է, որ այդ փորձը հնարավոր է կանոնակարգվելուց հետո համաշխարհային հարթակներում, որը ես կերազեմ դա լինի, դրանից հետո հնարավոր է, որ այդ նույն գործընթացը սկսվի, որովհետև դա ինչ-որ մի ժամանակ սկսվել է, ինչ-որ մի ժամանակ երբ որ սրացել է ներողություն, սրացել է, դադարել է։ Հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահն շատ ճիշտ ասեց, որ երկար ժամանակ ամեն ինչ արել են, որպեսզի ստացվի այդ միավորումը կամ այդ մերձեցումը, հա չի ստացել։ Բայց ես կարծում եմ հիմա այսպես ասած եւ էներգետիկ ճգնաժամի արդյունքում լավ գիտեք, եւ այլ եւ ՆԱՏՕ-ում եղած մտքերի եւ ՆԱՏՕ-ում եղած փոխհարաբերությունների արդյունքում ես կարծում եմ հնարավոր է, որ Ռուսաստանը մի այլ կարգի հնարավորություններ ստեղծի իր համար որոշակի ավելի նոր հարաբերություններ ստեղծի։ Նայեք, չէ, երկընտրանք գոյություն չունի, խնդրում եմ, դրանք սաղ գործիքներ են, լավ գիտեք դուք ինքներդ, եթե ուզում եք իմանալ, ես ձեզ ասեցի գազի մասով, որ Հայաստանի Հանրապետություն հասնում է, ներողություն եմ խնդրում, կարող է 20-30 դոլար ես սխալվեմ, բայց Հայաստանի Հանրապետություն հասնում է ամբողջ Գազպրոմը եւ Հայաստանի Հանրապետության Գազպրոմը դա գիտեք ինչ պատճառներով դարձել է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, մոտավորապես մինչև 400 դոլարին համարժեք դրամ է, այսինքն 370-780։ Դա նշանակում է, որ մենք նույնպես գործիք ենք, որով որ այդ գազը անխափանք այսինքն տարիներ օգտագործում ենք եւ այլ ընտրանքի մասին չենք մտածում, որտեղ ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Հիմա ԵԱՏՄ-ն ինքը շատ լավ հարթակ է,
Բայց իհարկե հիմա Հայաստանի Հանրապետության տնտեսության ամբողջ մոդեռնիզացիայի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հնարավոր է Հայաստանի Հանրապետության ապրանքատեսակների մեծ մասը եւ Եվրոպայի տարբեր հատվածներում նույնպես իրացվի։ Նայեք, ես ձեզ մի բան էլ ասեմ, վերջին հաշվով ԵԱՏՄ-ն ունի կանոնակարգ, այդ կանոնակարգը ոչ թե չի խախտել, ես կարող եմ ձեզ մի բան ասել, ես շատ լավ թեմա եք առաջ քաշում, ինչ որ խնդիրներ լինում են, դա չի լինում։ Ինչ ենք մենք ասում, որ իրավական գործընթացները պետք է հենց կրեն իրավական գործիքների արդյունք։ Ինչի, որովհետև եթե ինչ-որ մի գործարար Հայաստանի Հանրապետությունից չհամապատասխանող ապրանքներ է արտահանել, դա շատ մեծ վնաս է եւ երկրի իմիջի համար, եւ տվյալ կազմակերպության համար, բայց ես չգիտեմ, տեխնոլոգիայի բացակայության արդյունքում է եղել, թե անփույթություն է եղել, թե ուղղակի այդ կարգի ոչ չէ, այդ որոշումը քաղաքական իհարկե Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական է, բայց վերջին հաշվով մենք էլ պետք է, չէ՞ մի օրինակ վերցնենք, մերոնք էլ կանեն լաբորատորիա։ Նկատում դուք կարող եք ուղղել այդ հարցը, հասկանալ այդ լաբորատորիայի արդյունքը չի կարա այդպիսի մի սարքավորում է, այդ սարքավորման արդյունքում ասում է այս կամ այն նյութը համապատասխանում է, չէ՞ որ։ Հայկական ալտերնատիվ, այսպես բավական ջարդ կարիք չունի, ու մինչ այս այլընտրանք Հայաստան փոփոխությունն շատ ջանք է, բանջեր եկասնական չգիտենք է կստացի, թե ծավոն։ Նախ առաջինը դուք տեղյակ չեք, որ մինչև անգամ վաղտերը Նյու Յորքում գնում։ Ուղղակի Նյու Յորքում են վաճառվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվում են, նայեք, այն գործընթացը, որը որ պետք է սկսվի եւ այլ շուկաներում, որտեղ որ առավել խիստ պահանջներ կան եւ որտեղ որ այդպես ախբերական պայմանավորություններ չի ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի եւ մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի, լիցենզիաների արդյունքում է կատարվում, մենք պետք է անպայման մտնենք այդտեղ, որպես պետություն, որպես պետական, որպես տնտեսություն, պարտավոր ենք մենք ամեն ինչ անել, թեկուզ կորուստներով, թեկուզ եկամուտները մի քիչ լինի, բայց մենք կարողանանք մեծ շատ տնտեսություն կառուցենք այն որակների, այն չափորոշիչներին, այն չափանիշներին, որոնք որ պահանջում են իհարկե ժամանակ եւ արագություն է։ Կարող ես եւ արագ անել, կարող ես եւ դանդաղ անել, դրա համար ինչքան շուտ այդ խնդիրը առաջանա, այնքան ավելի շուտ մենք այդ ամեն ինչը կունենանք։ Այդ ամենին հասնելու համար կարծեմ, որ այդտեղ մենակ մասնավորը պետության նաև ծանոթ։ Պետությունը կարծում եմ կաջակցի, բայց ես գիտեմ մի բան։ Այսօր ես գիտեմ արդեն, նայեք, ես արդեն գիտեմ, որ շրջանառու միջոցները բավականին, օրինակ եթե խոսքը վերաբերում, նայեք, գյուղատնտեսությունը սկզբունք ունի, հա, նրանք, որոնք որ ջերմոցների մեջից են դուրս գալի, դրանք 11 ամիս եկամուտ են բերում։ Այն, որ ջերմոց չի, ուղղակի մեր բնության արդյունքում պետք է լինի, դա սիմվոլիչ միայն 2 ամիս է բերում։ Դրա համար ջերմոցների ինստիտուտն էլ այնպիսին է, որ կա 5+, կա 6+ արդեն տեխնոլոգիաներ։ Երբ որ դա դու ներես կրում այդ տեխնոլոգիան, դու չես էլ կարող խախտել, որովհետև խախտման դեպքում հնարավոր է մոտդ ոչինչ չստացվի։ Այդ բարձր վերջի ժամանակակից սարքավորումները ամբողջ աշխարհում են այդ սարքավորումը ամենավերջին։ Եվ դրանից դուրս եկած պրոդուկտը ամենամրցունակն է, ամենավորակյալն է։